Կանիշնունքը ողջի վեպետը հեսորեքություն զրովեքսանի քրական ոտովնախնական դատալություններով դատականից հայտարարում են բացված քրականվացում ունես մեղադրանքի Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի 2003 թվականի ապրիլի 18-ից քրական օրենսգրքի 297 հոդվածի 7 մասի առաջի կետով համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ի գործով քրական օրենսգրքի 296 հոդվածի 7 մասի 7 կետի նիստի նախագահ մեղակարծություն դատարանի կատարող Գևորգյանն Լիսելի քարտուղարն է Վիկտորիա Թադևոսյանը Լիսելի քարտուղարն խնդրեմ զինվորով քեն ներկայացին ինչպես նաև բացակայողանան չներթանան պատճառը Պատվարժան դատարան դատական նիստի ներկայացրել հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյան, պաշտպաններ Սլավիկ Պողոսյան, Արտակ Նավասարդյան, դատական նիստին չի ներկայացրել մեղադրյալ Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև դատական նիստի հետաքրքրում ներկայ լրատվամիջոցի ներկայացուցիչ իրավաբան կետների օպերատոր Իլան Լուկասյանը։ Եղավ, շնորհակալություն, հարգելի լրատվամիջոցի ներկայացուցիչ, խնդրեմ ներկայացեք։ Իլան Լուկասյան իրավաբան Ալիևան, ցանկանում տեսանկարային, Չլսեցի կներգիքի բարձր։ Ցանկանում տեսանկարանը և կողմից մեկրբենումի ցանկանում մասնակի նկարանում Տեսանկարում մասնակի նկարանում եթե թույլ տանք եղավ շնորհակալություն կողմերի կարծիքը առարկություններ չկան, դատարանը թույլատրում է։ Եղավ ձեզ վերադարձնենք և ձեր Եվ քրական վարույթը հարգելի կողմը ինչպես հայտնի է, ուղարկվել է դատարան, մեղադրելի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու նպատակով և դատարանացնող վարույթի մասնակիցների ինքնության և նրանց լիազորությունների պատճառության ստուգմանը հարգելի հանրային մեղադրող խնդրեմ ներկայացնել։ Շնորհակալություն գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սաշիկ Ավետիսյան Խնդրեմ վկայական 73 Դատարան ներկայացվեց ներկայացնում Սարգսյանի շարի դատարանի ներկայացնում կայականից Պատճենները առկա են ճիշտ է դուք ներգրաված եք դրել մյուս դատարանում նախորդ դատարան քննության ժամանակ և դատարան ներկայացուց փաստաբանների պալատի կողմից դրված վկայականը թիվ 2115 Արտակ Նավասարդյանի անվամբ տրված հետևյալդարձում հարգելի փաստաբանին Փաստաբան Սլավիկ Պողոսյան փաստաբանական գործունեության թիվ 1033 արտոնագիրների վերաբացման Եվս գրաված եք եղել, պատճենները առկա են, դատարան ներկայացվեց Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից տրված վկայականը թիվ 18, ինչպես նաև արտոնագիրը թիվ 1033 Սլավիկ Պողոսյանի անվամբ հետևյալդարձում Հարգելի փաստաբանի և հրապարակում են վերաբերելի տեղեկությունները մեղադրյալի Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան քաղաքական զարգացության ծնված 10/5/76 թվականի ազգության հայ քաղաքացի ամուսնացած բարձրագույն կրթությամբ չդատված հաշվառված է Երևան քաղաք Հյուսիսային պողոտային 3-րդ 32 բնակարանում վերջինիս նկատմամբ կիրառված է դրված է խափանամիջոց կալանավորումը ճիշտ է և գտնում է հետախուզման մեջ Սույն գործով պատվարժան խափանամիջոց ընտրված չէ հաշվի առնելով որ մեկ այլ գործով Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորումն է կիրառված Գործով չէր Չէ, սույն գործով չէր Որտև որոշման օրինակ կար Որոշման այն մեկ այլ գործից կատարված պատճառ Մեկ այլ գործի համար չեն դա հասկանալի է Եվ կողմերը ստացել են վարույթի ստացել նախնական դատալությունները նշանակելու մասին որոշումի իրավունքների պարտականությունը վերաբերյալ շահթերթին, ինչպես նաև մեղադրական զարգացությունը հավանաբար պետք է որ ստացած նաև վարույթը քննվել է դատարանում։ Ճիշտ է, ստացել է պաշտպանական կողմը սույն գործով իմ նախագահությամբ որոշումները եւ իրավունքների պարտականությունները վերաբերյալ հանրային մեղադրողը ստացել ենք։ Մենք միայն չենք ստացել վճռաբեկ դատարանի որոշումների ընդրադառնալ որ պետք է լինի, դա կխնդրենք տրամադրել։ Վճռաբեկ դատարանի որոշումը ինչի հետ կապված վեճ որ բարձրացրել է դրա մասին է խոսքը ընդմիջում 5 րոպե տրամադրենք կողմերին ունենք այսա փորձենք տրամադրենք կողմեր գործի քննությունը ընդհատման պահից հարգելի կողմեր ստացակ ընդհատության հետ կապված վեճ էին բարձրացրել և վճռաբեկ դատարանը ըստեյության գտավ որ գործի քննությունը պետք է իրականացվի հակակոռուպցիոն դատարան Պատճառը ստացել եք, շնորհակալություն, նստեք խնդրեմ հարգելի պաշտպան և դատարանը
քրեական դատարության օրենսգրքի 211-րդ հոդվածով սահմանված կարգով հասնում է հարցերի քննարկմանը եւ ինչպես նշվել է, նիստը նախագահում է հակագործություն դատարանի դատավոր Գևի Հովհաննիսյանը եւ կողմերը բարձրաբանում են, որ դուք իրավունք ունեք դատավորին ներկայացնելու բացառքի միջնորդություն դատավորին բացառքային նյութերը պատված են դատական օրենսգրքի համադրական օրենքի 71-րդ հոդվածում, ինչպես նաեւ քրեական դատարության օրենսգրքի 66-րդ հոդվածում, մասնավորապես ինքնաբացարկի հիմքերի ներառումների թիվսանյան դեպքերը եւ դատավոր կանխական վերաբերմունքն որպես կողմ հանդես եկող անձին աներկայացի Փաստաբանի դատարության այլ մասնակիցների նկատմամբ դատավոր որպես մասնավորականատեսային հանգամանքների վիճակում է գործի քննության ընթացքում դատավոր մասնակցել դժվարգործի քննության այլ դատարանում դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է հանդիսանողական ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ բացի այդ դատավոր չկա մասնակցել վարույթի, եթե միջդատական վարույթի քրեական դատավորության օրենսգրքում նախատեսված Ընթացակարգերի շրջանակներում ընտրել են ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալների խոստովանությունը, որպես մասնավոր անձականատես եղել այն փաստերին, որոնք քննում են վարույթի ընթացքում առկա այն հանգամանքները, որ կարող է ողջամիտ կասկածահարուցեն, որ վարույթի հետ կապված նրանք օրինակալության մեջ նախագահը ինքնաբացարկի հիմքեր չունի, կողմերը բացարկի միջնորդություն ունեն, որոնք շնորհակալություն դատարանում Մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արքադարության երկրորդ դասի խորհրդական Սաշիկ Ավետիսյանը կողմերը իրավունք ունեն հանրային մեղադրողին հայտնելու բացառք, որի հիմքերը թվարկված են քրեական դատարության օրենսգրքի 67-րդ հոդվածում համաձայն որի վարույթի հանրային մասնակիցը չկարող մասնակցել քրեական վարույթի, եթե առկա օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ինչը դատավորի կողմից կողմերին արդեն իսկ պարզաբանվեց, համապատասխան վարույթի իրականացնող դատավորի հետ գտնում են ազգակցական կամ անձնական կապվածության այլ հարաբերությունների մեջ հանրային մեղադրողի բացարկի միջնորդություն ունեք շնորհակալություն դատարանում մեղադրյալի շահերը պաշտպանելու համար ներկայացրել են փաստաբաններ Սրավիկ Պողոսյանը եւ Արտակ Նավարսարդյանը Կողմերի պարզաբանում որ քրեական դատարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն պաշտպանը չկարող մասնակցել վարույթի, եթե վարույթի մասնակցել որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ բացառությամբ վկայի փաստաբան հանդես գալու դեպքերի գտնում է ազգակցական կամ անձնական կապվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտպանատար անձի հետ, որ մասնակցել կամ փաստաբանի ներգրավման պահին մասնակցում է վարույթի վարույթի հետ կապված իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ստորյանացի, որը շահարկացնում է վստահորդի շահերին ազգակցական կամ անձնական կապվածության այլ հարաբերությունների մեջ է գտնում վարույթին ներգրաված այլ անձի հետ, որը շահարկացնում է վստահորդի շահերին օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փաստաբան եւ փաստաբանները շարունակում են ճիշտ է ներկայացնելու Պարոն Սարգսյանի այլ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Վարույթի մասնակցությունը բացառող հանգամանքներ Չկան։ Շնորհակալություն հայտարարություն եք անել Ոչ պարզապես նախորդ դատարանի կազմողքնության ընդհանրապես ճիշտ է այնքանով վերաբերելի, որ եւս այլ պաշտպաններ ունեցել, պարոն Մակինյանն է եղել, վարույթից հեռացվել է եւ մեր հարգելի պաշտպաններն են ներգրավել, որոնց հետ կապված որևէ մասնակցելու բացառող հանգամանք առկա չէ։ Առաջին նախագահ դատավորի մասնակցությամբ հեռացվել էր եւ ներգրավել էին մյուս պաշտպաններ։ Պարոն Մակինյանն էլ այստեղ չէ, դրա համար այդ հարցի քննարկումը Դատական նիստերի քարտուղարն է Վիկտորիա Թադևոսյանը, կողմերի պարզաբանով քրեական դատարության օրենսգրքի 78-րդ հոդվածում սահմանված նիստի քարտուղար չկարող մասնակցել վարույթի, եթե առկա օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք, օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել դատական նիստի քարտուղար դատավորի վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնում է ազգակցական կամ անձնական կամ կապվածության հարաբերությունների մեջ առկա նազարարությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ, կողմերի նիստերի քարտուղարին բացառություն շնորհություն չունեք հանրային մեղադրողի ունի վարույթի ընդհանրության հետ կապված կողմերը կարծիք ունեն հայտնելու Երկորոշի մտնենք պատրաժն դրանց անհետացան կոչվել դատարանի որոշմանը մենք ճիշտ ասած այս հարցի վերաբերյալ ինչու որոշում չենք հայտնել, որովհետև մեզ պարզ չի եղել մեղադրանքի ուսումնասիրությունից հաշվի առնելով ենթադրյալ արարքը կատարելու ժամանակը 2013 թվականի ապրիլի 30-ի եւ այդ ժամանակ գործող խմբագրության քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով
հանցակազմը, մասնավորապես այն, որ հանցավոր ծագում ունենալու գույքի այն ժամանակ օրենսդիրը կապել էր որոշակի հոդված դիսպոզիցիոն նշված հանցանքների անուղղակի կամ անուղղակի հանցանքների կատարման արդյունքում։ Մինչդեռ մեր մեղադրանքը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, պես նախորդ իր հանցագործության նույնիսկ որևէ հանցագործության օբյեկտի կողմի մասին հիշատակում չկա, որպեսզի ըստ այդմ մենք կարողանայինք դիրքորոշում հայտնել ընդդատության հարցի վերաբերյալ։ Հետևաբար, այնքանով որքանով այդ հանգամանքները նշված չեն եղել, մեզ զրկել են դրա վերաբերյալ առարկայական դիրքորոշում հայտնելու հետ կապված, ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի որոշմանը, ուղղակի այս որոշման վերաբերյալ նշեմ, որ վճռաբեկ դատարանը ընդհանրապես արձանագրել է, քանի որ հանդիսացել է պաշտոնատար անձ, ուրեմն ենթադրյալ հանցանքը կոռուպցիոն բնույթ է եւ ընդդատյալ հակակոռուպցիոն կոմիտեին ընդհանրապես մեկ միտք ասեմ այս մասին, ասենք օրինակ պաշտոնատար անձը շատ այլ ենթադրյալ հանցագործություններ կարող է կատարել, օրինակ տրանսպորտային միջոց շահագործման կանոնները խախտելով ազգության վնաս պատճառի։ Բայց դա չի նշանակում, որ այդ հանցանքը դարձավ կոռուպցիոն բնույթի ու պետք է անդիատյալ լինի հակակոռուպցիոն դատարանին։ Ընդհանրապես այս դիրքորոշումը այս որոշման հետ կապված, որի հետ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում։ Լրացնեմ, ինչի վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ անհամաձայնություն են հայտնում, հետագա պրոցեսների համար այդ նաև միջազգային արձաններում եթե հնարավորություն ունի այդ հարցը բարձրացնելու հայտնվել։ Մենք հասկանանք, որ վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական որոշում է, բայց քանի որ նաև այլ արձաններ հնարավոր, այսինքն պետական արձաններ, դա համար բարձրացնում ենք այս հարցը հենց այս փուլից սկսած։ Եղավ, շնորհակալություն, Ադինե Արեմլովադորը։ Պատվարժան դատարան, ասած ես իմ դիրքորոշումները նախորդիվ ևս հայտնել եմ ու իմ կայացրած որոշմամբ ընդդատության դատարան ուղարկելու եղել է Երևան քաղաքի առաջին այցյանի ընդհանրավարության դատարանը, սակայն հաշվի առնելով վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը հարցի առնչությամբ, այս կապակցությամբ հարցը համարում լուծված։ Եվ դատարանը ինչպես ձեզ հայտնի է, հատուցության վեճ էր բարձրացրել վճռաբեկ դատարանը հաշվի առնելով։ Այո, կիսում եմ պաշտպանների այն դիրքորոշումը, որ պաշտոնատար անձի ձևակերպումը ուղղված չի եղել Վիգեն Սարգսյանի պաշտոնյական լիազորությունների իրացման հետ, սակայն վճռաբեկ դատարանը գտել է, որ այնուամենայնիվ կարող է տպավորություն ստեղծել այդ իսկ պատճառով ձերս կմնա որևէ մեկնաբանություն կատարելու հարցի առնչությամբ հաշվի առնելով, որ վերինայցյան հանձնվում է վճռաբեկ դատարան։ Եղավ, շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցի քննարկման, հետագայում դատարանների կարճելու հարցի քննարկման ենք անցնում։ Նման միջնորդություններ կողմեր ունեն։ Այս փուլին վերաբերի մասով ոչ պատվարժան դատարան, բայց հետագայում թեկուզ եւ հիմնական դատարանությունների այն փուլում, որտեղ որ մենք որոշակի նյութեր կա խնդրենք հետազոտել, թեկուզ դրանից հետո։ Այսինքն ոչ թե վերդիկտի փուլում, այլ հիմնական դատարանություններում մեր կողմից հայցվող այդ նյութերը երբ որ ուսումնասիրվի, հետազոտվի, դրանից հետո համապատասխան փուլում ձեզ համապատասխան միջնորդությամբ հանդիսվելով դատարանի որոշում եղավ, շնորհակալություն։ Հաջորդ հարցի քննարկման ենք անցնում, խփամիջոց կիրառելով հարցի քննարկման ենք անցնում եւ Պաշտպանական, ինչպես արդեն նշեցի, սույն գործի շրջանակն խափանման միջոց դրված չի եղել Վիգեն Սարգսյանի նկատմամբ հաշվի առնելով, որ մեկ այլ գործով արդեն իսկ կալանավորվում է որպես խափանման միջոց։ Ինչպես այո, Պաշտպանության նախագահության այսքան Հանրապետությունը բացական է։ Նա հարցի քննարկում չի իրականացնում, որտեղ միջնորդություններ արկա չեն ստեղծում։ Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկման ենք անցնում։ Գույքային հայց արկա է։ Ոչ։ Հարցի քննարկում ոչ չի իրականացնում եւ հաջորդ հարցի քննարկման ենք անցնում, դա խոսքը վերաբերում է խուսափող մեղադրանքի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։ Լսում ենք ձեզ հարգելի։ Շատ շնորհակալություն։ Այն Պատվարժան դատարան սույն գործը ինչպես արդեն նշվեց, հեռակաբարույթով է իրականացվում եւ իմ կողմից միջգործը դատարան ուղարկել է կայացվել է միջնորդություն, միջդատական վարույթի հեռակակարգով իրականացված 651-365-24 քրեական վարույթով խուսափող մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։ Այսպես, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, ինչպես նաև խմբային շահերից ելնելով պաշտոնյական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով համայնքին իրական վնաս պատճառելու դեպքերի ակտիվ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 197 հոդվածի մասի առաջին կետի 300 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել, նախաձեռնվել է թիվ 582-318 քրեական վարույթը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին թիվ 582-318 քրեական գործը ստացվել է քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավորության սեփականության դրնված հանցագործությունների քննության վարչություն, որտեղ 2020 թվականի հոկտեմբերի 35 կայացված որոշմամբ քրեական օրենսգրքի 157 հոդվածի առողջի առաջին կետով անջատվել է թիվ 582-318 քրեական գործից առանձնացվել եւ առանձին վարույթում է առանձնացվել 691-093-20 համարի ներքո քրեական գործը, որն ըստ ենթակայության ուղարկվել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնի եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ այնուհետեւ քրեական գործի նախաքննություն իրականացվել է քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավորության սեփականության դրնված հանցագործությունների քննության վարչությունում Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը հանդիսանալով պետական ծառայով հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտներով չհիմնավորված ապօրինի առանձնապես խոշոր չափերի 99,414,079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքերի, այլ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց եւ կատարելով փողերի լվացում, որպեսզի գործողությունները դրսևորվել են հետեւյալներ Վիգեն Սարգսյանը 1995-98 թվականներին աշխատել է ազգային ժողովում որպես նախագահի օգնական, ապա խորհրդական 1998-2000 թվականներին սովորել եւ ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ Թաֆթս եւ Հարվարդի համալսարանները 2000-2003 թվականներին զորակոչվել է զինվորական ծառայության որակավորվելով որպես պահեստազորի սպա 2001-2011 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես դասախոս 2003-2009 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի 2009-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 3-ը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոններ, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը պաշտոնավորել է պաշտպանության նախարարի պաշտոնում։ Վիգեն Սարգսյանը 2006 թվականի դրությամբ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը հանդիսանալով պետական ծառայով մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող Progress Armenia եւ Local Developers ընկերությունների սեփականատեր եւ տնօրեն Սամվել Մայրապետյանի հետ։ Նույն ժամանակահատվածում Սամվել Մայրապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել գույքի իրական արժեքից էապես տարբերվող ցածր արժեքի արտահայտման բնակարան ձեռք բերելու հարցի շուրջ։ Դրանից հետո 2006 թվականի հոկտեմբերի 26-ին Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանին պատկանող Progress Armenia ՍՏ ընկերությունից 23,600,000 դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել 118 քառակուսի մետր մակերեսով Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18 բնակարանը, իսկ 2008 թվականի հոկտեմբերի 24-ին 6 միլիոն դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղի։ Վիգեն Սարգսյանի եւ նրա կնոջ Լուսինե Գալաջյանի ստացած աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների, ինչպես նաեւ իրականացված ծախսերի ու կատարված վճարումների հարաբերակցության արդյունքում 2013 թվականի ապրիլի 30-ի դրությամբ նրանց օրինական եկամուտների մնացորդը կազմել է 585,921 դրամ։ Նման պայմաններում Վիգեն Սարգսյանը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2013 թվականին նպատակադրվել է Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող Երևան քաղաքի հյուսիսային պողոտահին 5-րդ շենքի 31 եւ 32-րդ բնակարանները, ինչպես նաեւ նույն շենքի թիվ 13 եւ 115 ավտոկայանատեղիները քաղաքացիայի իրավական գործարքներով ձեռք բերելու եղանակով օրինականացնել իր եւ կնոջ օրինական եկամուտներով չհիմնավորված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի 99,414,079 դրամը։ Հանցավոր մտադրություն իրականացնելու համար Վիգեն Սարգսյանը նախնական համաձայնության գալով Սամվել Մայրապետյանի հետ 2013 թվականի ապրիլի 30-ին վերջինիս հետ կնքել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը եւ նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին ընդհանուր 160 միլիոն դրամով Սամվել Մայրապետյանին վաճառելու վերաբերյալ ձևական պայմանագրեր։
Այդ կերպ գործարքի կնքման արդյունքում ստացված եկամուտների ձևով օրինական տեսք տալով նշված գումարի մեջ ներառված հանցավոր ճանապարհով ստացված 99,414,079 դրամի, թաքցնելով դրացակման աղբյուրը, իրական բնույթը, տեղաշարժը, պատկանելիությունը, տնօրինման եղանակը, հանցավոր ծախում ունեցող հիշյալ գումարը ձևական պայմանագրերի կնքման արդյունքում դնելով օրինական քաղաքացիական շրջանառության մեջ։ Նշված գործարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված 99,414,079 դրամն իբրև օրինական եկամուտ օգտագործելով Վիգեն Սարգսյանը նույն օրը 100 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իր կնոջ անվամբ ձեռք է բերել Սամվել Մայրապետյանի փաստացի պատկանող վերջինիս մերձավոր ազգականների անվամբ հաշվառված Երևան քաղաքի հյուսիսային խորհրդի 5-րդ շենքի 31 և 32-րդ բնակարանների, ինչպես նաև նույն շենքի թիվ 13 և 115 ավտոկայանը տեղիները, որպեսզի գործողություններով իր ունեցած հանցավոր ծախում ունեցող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները փոխարկել է անշարժ գույքերի և թաքցրել դրանց հանցավոր ծախումը։ Այնուհետև 2018 թվականի մայիսի 17-ին Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանի հետ կնքել է առողջարքի ձևական բնույթ կրող նոր պայմանագրեր, որոնցով իբր ընդհանուր 56 միլիոն դրամ արժեքով հետ է գնել դեռևս 2013 թվականի ապրիլի 30-ին 160 միլիոն դրամով վաճառած Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը և նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին։ Այսպիսով, սույն քրեական վարույթով ձեռք բերված ապացուցողական զանգվածով այդ թվում նաև ապահովների համակցության համադրման և վերլուծության արդյունքում հաստատվել է, որ Վիգեն Սարգսյանը 1995-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայով հանցավոր արարքների արդյունքում ստացել օրինական եկամուտներով չհիմնավորված ապօրինի առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, ապա դրանք օրինական քաղաքացիայի իրավական շրջանառության մեջ ներդնելու, այն է անշարժ գույքերի ձեռք բերելու միջոցով խեղաթյուրել, թաքցրել է դրանց հանցավոր ծագումը, տեղաշարժում պատկանելիությունը, այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց, իսկ Սամվել Մայրապետյանը իր գործողություններով օժանդակել է նրան, որպեսզի խուսափի կատարած հանցանքի համար պատասխանատվությունից։ Այսպիսով Վիգեն Սարգսյանը վեր է նկարագրված եղանակով օրինականացրել, լվացել է հանցավոր ճանապարհով ստացված իր և կնոջ օրինական եկամուտներով չհիմնավորված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 99,414,079 դրամի գույքը։ Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար 2024 թվականի մայիսի 14-ին և մայիսի 15-ին ըստ դատախազի կողմից որոշումներ են կայացվել համապատասխանաբար Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի և Սամվել Ալբերտի Մայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, որը համապատասխանում է ներկայիս գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2024 թվականի մայիսի 14-ին Վիգեն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին տեսակապի միջոցով, ոցափավելվածի միջոցով հայտնվել է վերջինիս, ինչպես նաև նույն կապի միջոցով նրան ուղարկվել է հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանոթագիր, սակայն չի ներկայացել, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու պատճառների մասին։ Նախաքննության ընթացքում սեքտ համակարգով կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Վիգեն Սարգսյանը 2019 թվականի մայիսի 27-ին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, իսկ ձեռքբերված տվյալներով վերջինս բնակվում է Ամերիկյան Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքի Էմհերսթ փողոցի 48 հասցե։ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, վերջինիս հայտնաբերելու, փաստացի արգելանքի վերցնելու և վարույթ իրականացնող մարմնի ներկայացնելու նպատակով դեռևս նախաքննության ընթացքում հետաքննության մարմնին տրվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն և ստացված պատասխանի համաձայն Վիգեն Սարգսյանի ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վերջինս հետախուզման մեջ է գտնվում։ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռանկարվարույթ իրականացնելու մասին։ 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Տիպ 691-093-20 քրեական գործից վարույթից անջատվել է մեղադրյալ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ մասը,
առանձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է թիվ 661-365-24 համարը, միջդատական վարույթը հեռակակարգով իրականացված թիվ 691-365-24 քրեական վարույթի նյութերը 2024 թվականի դեկտեմբերի 9-ի մեղադրական եզրակացությամբ ստացվել են գլխավոր դատապազություն։ Պատվարժան դատարան, քրեական դատարության օրենսգրքի 449-րդ հոդվածի կարգավորումների 480-րդ հոդվածի մասնավորապես երկրորդ մասով հեռակավարույթով նախնական դատարությունների ընթացքում սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի սանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակադատարություն իրականացնելու մասին հարցը։ Հիշյալ հոդվածների կարգավորումները հիմք ընդունելով գտնում եմ, որ սույն քրեական վարույթով առկա է հեռակադատականություն իրականացնելու մասին իրավասու դատարանի միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտ հիմքեր, այսպես դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 3-ին վարույթն իրականացնելու մասին որոշում է կայացրել 691-093-20 քրեական գործով մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ։ Հեռակավարույթ իրականացնելու մասին հիշյալ որոշման վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է հետևյալը քրեական դատավարության օրենսգրքի 477-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, եթե նախաքննության ընթացքում հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռակավարույթ իրականացնելու հիմքը եւ պայմանները եւ միաժամանակ բացակայում են նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հեռակավարույթ իրականացումը բացառող հանգամանքները, ապա քննիչը կայացնում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակավարույթ իրականացնելու մասին որոշում։ Այդ որոշումը կարող է կայացվել մինչև նախաքննության ավարտը։ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այս կապակցությամբ առայն, որ հեռակավարույթի կիրառման հիմքը մեղադրյալի հրաժարումն է իր նկատմամբ իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի մասնակցելուց, սա վարույթին մեղադրյալի անմիջական մասնակցության հիմնական կանոնից բացառություն է, որը հնարավորություն է տալիս նախ ձեռնված քննությունը շարունակել եւ ավարտել ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի բացակայության պայմաններում։ Նման կարգավորման նպատակը արտարդարության, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների շահերի համաչափ պաշտպանությունն է, այն կոչված է բացառելու, որպեսզի վարույթի ընթացքը եւ հանգուցալուծումը կախված լինի բացառապես մեկ անձի սուբյեկտիվ վարքագծից։ Քրեադատավարական հիշյալ մեջ վերված նորմերի համադրելով վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման հետ հիմնավորված պետք է համարել, որ մեղադրյալ Վիգեն Սարգսյանը սույն քրեական վարույթի սկսած դատավարական գործընթացի մասին տեղեկացվել է դեռևս 2024 թվականի մայիսի 14-ին եւ խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, վերջինս պատժաշ ծանուցվել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, միևնույն ժամանակ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ ղեկավար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։ Այլ խոսքով սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում ի հայտ է եկել քրեական դատարության օրենսգրքի 476 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերն ու պայմանները։ Միևնույն ժամանակ բացակայում են նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հեռակավարույթը բացառող հանգամանքները, այսինքն վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ այնպիսի հարկելի պատճառի առկայության մասին, որը կարող է դարձնել Սարգսյանի մասնակցությունը վարույթին, նա չափահաս է, նրան վերագրվող ենթադրյալ հանցանքը կատարվել է մեղսունակության վիճակում, պատժի նշանակումը կամ կատարումը անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր չունի եւ մեղադրյալի այսպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ առկա չեն։ Ինչպես նաև արդեն իսկ փաստվեց, որ քրեական վարույթով ստացված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վիգեն Սարգսյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց եւ պատշաճ ծանոթացված է իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասին։ Հիշյալ հանգամանքի թիվս այլնի հիմնավորվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի դրսևորած վարքագծով։ Միաժամանակ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բավարար միջոցներ վարույթի մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես մեղադրյալին ուղարկվել է հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանոթագիր, սակայն չի ներկայացել մեղադրյալին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու իրավասություն ունեցող մարմնին տրվել է անհրաժեշտ հանձնարարություն, մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հարկ է փաստել նաև, որ սույն քրեական վարույթով առկա չէ որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր
որ արկա են քրեական դատարության օրենսգրքի 476 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հեռակալվարույթ իրականացնելու խոչընդոտող որևէ հիմք։ Նման պայմաններում ընդունելով պետչյալ պատճառաբանությունները միջնորդումը, ինչպես նաև անհրաժեշտ է փաստել, որ սույն քրեական վարույթով պահպանված են հեռակալվարույթի շրջանակներում նախատեսված համապատասխան երաշխիքները, մասնավորապես մեղադրյալն ունի պաշտպաններ, սույն դեպքում հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը հանձնված է քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպաններին, ովքեր քրեական դատարության օրենսգրքի 478 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կարող են իրականացնել մեղադրյալի պատշաճ պաշտպանությունը նրա իրավունքները պաշտպանել։ Վերօրյալի հիման վրա ղեկավարվելով քրեական դատարության օրենսգրքի 53-րդ հոդվածով, 479-րդ հոդվածի 5-րդ մասով միջնորդում է հակակոռուպցիոն դատարանին միջդատական վարույթը հեռակակարգով իրականացված տիպից 91-365-24 քրեական վարույթով խուսափող մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ դատաքննություն իրականացնելու մասին։ Առարկությունն պատվարժան դատան հեռակալականություն իրականացնելու մասին ամեն մեղադրյալի միջնորդության դեմ առարկության փաստական հիմքերը հետևյալն են, 11 2024 թվականի մայիսի 14-ին Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարության դատախազ Սաշիկ Ավետիսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 69-1093-20 քրեական վարույթով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 197 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշված որոշման մասին նույն օրը տեսակապի միջոցով հայտնվել է Վիգեն Սարգսյանին։ Հաստ 2 2024 թվականի հոկտեմբերի 3-ին ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Լևոն Ադամյանը որոշում է կայացրել թիվ 69-1093-20 քրեական վարույթով մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ հեռակալվարույթ իրականացնելու մասին։ Հաստ 3 Հանրային մեղադրողը ներկայացրել է միջդատական վարույթը հեռակակարգով իրականացված թիվ 69-1093-20 քրեական վարույթով Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակադատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն, որպես հիմք թիվը սայլի նշելով, որ Վիգեն Սարգսյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։ Հաստ 4 Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը 2018 թվականի հոկտեմբերին դիմել եւ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի կառավարման դպրոցը։ Ուսումնառությունը սկսվել է 2019 թվականի հունիսի 3-ին։ Հաստ 2019 թվականի մայիսի 27-ին նախորդ կետում նշված փաստական հանգամանքով պայմանավորված Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսումնական հաստատությունների հրավերի հիմքով հատկացվող F1 մուտքի ոչ ներգաղթային արտոնագրով։ Հաստ 6 2020 թվականի հունիսին Վիգեն Սարգսյանն ավարտել է ուսումը, նույն թվականի օգոստոսի 3-ին աշխատանքի ընդունվելով Բոստոնում գործող Acupom կորպորացիայում զբաղեցնելով բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնը, իսկ 2023 թվականի մարտի 13-ից մինչ օրս աշխատում է նույն ընկերությունում վերանմանված Infopay Inc. որպես բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն։ Հաստ 7 Վիգեն Սարգսյանը իր հորից 2022 թվականի սեպտեմբերի 7-ին տեղեկանալով, որ նախաքննական մարմինը նույն օրն իր հորը վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության եւ հետաքրքրված է իր գտնվելու վայրով եւ հեռախոսահամարով, 24 ժամվա ընթացքում կապ է հաստատել վարույթ իրականացնող մարմնի քննիչ Սասուն Մինասյանի հետ եւ հայտնել իր գտնվելու վայրի հասցեն եւ հեռախոսահամարը, որը եղել է անփոփոխ։ Պատրաստակամություն հայտնելով տալու անհրաժեշտ պարզաբանումներ եւ մասնակցել հնարավոր քննչական գործողություններին։ Վարույթի նոթեր 5-րդ օգտատոր E389։ Հաստ 8 Սում վարույթի նախորդ քննության ընթացքում Վիգեն Սարգսյանը անձամբ, ինչպես նաև իր պաշտպանի միջոցով դիմել է նախագահ դատավորին, խնդրելով տեսակապի միջոցով ապահովել իր մասնակցությունը սույն քրեական վարույթին։ Հաստ 9 թիվ 90-15-019 քրեական վարույթով 2023 թվականի փետրվարի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանամիջոց է կիրառվել կալանքը։ 2023 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՕ գլխավոր վարչությունում մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ կազմվել է հետախուզական գործ
նշված վարույթը ներկայումս ըստ քննության է առնում հակակոռուպցիոն դատարանում ՀՊՏ կոտրակ 0272 կոտրակ 01 կոտրակ 23 համարին 2 Փաստ 10 Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն 2023 թվականի փետրվարի 27-ին Ինտերպոլից պահանջել է Վիգեն Սարգսյանի վերաբերյալ տարածել կարմիր ծանուցում պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար, որն ազգությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ի կատարումը հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի կալանքի որոշման։ Փաստ 11 Ինտերպոլի փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովը քննարկելով նախորդ կետում նշված պահանջը մերժել է, ի թիվս այլի արձանագրելով հետևյալը։ Հանձնաժողովն ընդգծում է, որ այն փաստը, որ ներկայիս կառավարության անդամները կարող են հրապարակային հայտարարություններ անել, կոչ անելով քրեական հաշվետվողականության ենթարկել նախկին կառավարության անդամներին, մասնավորապես ռեժիմի փոփոխության համատեքստում, ինքնին չի վկայում գործի քաղաքական բնույթի մասին։ Այդուհանդերձ, հանձնաժողովը հաշվի առնում հիմքում ընկած այն անվիճելի ենթատեքստը, որ դիմումատում հանդիսացել է նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, եւ նրա քրեական հետապնդումը հարուցվել է այդ կառավարությունը հեռացրած նոր կառավարության օրոք, ինչը բավարար է գործի բնույթի վերաբերյալ որոշ քաղաքական տարրերի արկայության հարցեր բարձրացնելու համար։ Հանձնաժողովը որոշում է, որ գերակայության թեստի համաձայն իր կարգավիճակում եւ գործի ընդհանուր համատեքստում այս քաղաքական տարրերը զուգորդված հանցագործության բնույթի վերաբերյալ նախկինում ունեցած մտահոգության հետ Ինտերպոլի սահմանադրության 3-րդ հոդվածի համատեքստում գերակշռում են իր գնահատականում։ Հանձնաժողովը հիշեցնում է նաև, որ իրավախախտման բնույթի իր ուսումնասիրությունը կասկածներ է առաջացրել դրա լուրջ սովորական իրավական բնույթի վերաբերյալ ՏՄԿ-ի 83-րդ հոդվածի իմաստով։ Առարկության հիմքերը եւ հիմնավորումները մեջբերվել են նաև քրեական դատավորության օրենսգրքի 476-րդ հոդվածի առաջին մասը, 476-րդ հոդվածի երկրորդ մասը, 487-րդ հոդվածի երրորդ մասը, 487-րդ հոդվածի 4-րդ մասը եւ նշված իրավանորմերի վերլուծությունից մեր գնահատմամբ հետեւում է, որ հեռակակարգով դատակրթությունը կարող է իրականացվել միայն հետեւյալ հանգամանքների միաժամանակյա արկայության դեպքում։ Առաջին, արկա է հեռակա վարույթ իրականացնելու հիմքը մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։ Երկրորդ, արկա են հեռակա վարույթ իրականացնելու պայմանները, ա. Մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, բ. Քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ եւ բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։ Երրորդ, բացակայում են ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 476-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները։ Նշված հանգամանքներից որևէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանն առանձին որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու եւ նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին։ Ներկայացված միջնորդության անհիմն լինելը հաստատելու համար անհրաժեշտ է խավարում քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցադրումները։ Առաջին, արդյոք Վիգեն Սարգսյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, եւ երկրորդ, արդյոք Վիգեն Սարգսյանի մասնակցությունը սույն վարույթին անհնար է հարգելի պատճառով։ ՀՀ վճռաբեկ դատանը 2025 թվականի օգոստոսի 14-ին կայացրած թիվ 1, կոտորակ 02, կոտորակ 15, կոտորակ 24 որոշմամբ բացահայտելով մեղադրյալը խուսափում է քննությունից հիմքի բովանդակությունը, վեր է հանել դրա արկայության գնահատման համար անհրաժեշտ պայմանները։ Այսպես, վերլուծելով մեղադրյալի քննությունից խուսափելու հիմքը, վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննությունից խուսափելու հիմքով քրեական հետապնդման ժամկետի կասեցման համար անհրաժեշտ է, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը հիմնավորի, որ անձի կողմից կատարել են դիտավորյալ գործողություններ կամ դրսևորվել է անգործություն, որոնք կոնկրետ ուղղված են քրեական հետապնդում իրականացնող մարմնի տիրույթից դուրս կտնվելու։ Անձի քննությունից խուսափելու փաստի գնահատման համար հիմնական չափանիշ է հանդիսանում մեղադրյալի կողմից դիտավորյալ ակտիվ գործողությունների կամ անգործության կատարումը, որոնք կատարվել են վերջինիս իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու մասին տեղեկացված լինելուց հետո եւ հետապնդում են քննությունից խուսափելու եւ վարույթ իրականացնող մարմնի հսկողությունից դուրս կտնվելու նպատակ։ Մասնավորապես այդպիսի գործողություններ կարող են լինել օրինակ մեղադրյալի կողմից դիտավորյալ առանց վարույթ իրականացնող մարմնի տեղյակ պահելու բնակության վայրը փոխելը, մեղադրյալի կողմից խախտման միջոցի պայմանները խախտելով փախուստի դիմելը, նրա կողմից պետական սահմանը հատելը այն պայմաններում, երբ նա տեղեկացված է եղել իր նկատմամբ քրեական հետապնդման իրականացման մասին,
Մեղադրյալի կողմից նախաքննական մամլից խուսափելու նպատակով իր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն դիտավորյալ չհայտնել են։ Ընդհանրացնելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քրեական հետապնդման ժամկետները քննությունից խուսափելու հիմքով կարող են կասեցվել, եթե մեղադրյալը տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին եւ նրա կողմից դրսևորվում է այնպիսի վարույթային վարքագիծ, որը վկայում է նրա քննությունից խուսափելու դիտավորության մասին։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումը վերաբերում է հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու պատվաժան դատան, բայց ըստ էության քննարկման առարկա է դարել այն հարցը, թե որ անձն է, որ մեղադրյալն է հանդիսանում քննությունից խուսափող։ Այսինքն քննությունից խուսափել եզրույթն է Վճռաբեկ դատարանը բացահայտել, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ վերաբերելի է։ Անդրադառնալով քրեական դատավորության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված մեղադրյալի սահմաններից դուրս գտնվելու պատճառով վարույթին մասնակցելու անհնարինության հիմքին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի տարբերություն սույն որոշման նախորդ կետում վերլուծված հիմքի, սույն հիմքի պայմաններում հայտնի է մեղադրյալի գտնվելու վայրը, սակայն սահմաններից դուրս գտնվելու պատճառով հնարավոր չէ նրա մասնակցությունը քրեական վարույթին։ Ընդ որում, մեղադրյալի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելը չպետք է հանդիսանա քննությունից խուսափելու հետևանք։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է սույն հիմքի առկայության համար անհրաժեշտ է, որ առաջին մեղադրյալի սահմանները լքելը եւ սահմաններից դուրս գտնվելը չհանդիսանան վերջինիս քննությունից խուսափելու միջոց, եւ մեղադրյալը տեղեկացված չլինի իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին կամ դրա մասին տեղեկանա արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու ընթացքում։ Նման իրավիճակ, օրինակ, կարող է լինել, երբ մեղադրյալը սահմաններից դուրս է գտնվում աշխատանքային գործողման, հանգստի, ուսման, բուժում ստանալու եւ այլ օբյեկտիվ հանգամանքների արկայության պայմաններում։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալի կողմից վերադառնալուն ուղղված վարքագիծ չդրսևորելը այն պայմաններում, երբ այլևս առկա չեն այն օբյեկտիվ հանգամանքները, որոնց պատճառով նա գտնվել է սահմաններից դուրս, վարույթ իրականացնող մարմնի կողմից կարող է գնահատվել որպես մեղադրյալի կողմից քննությունից խուսափելու դիտավորության առկայություն։ 13-րդ մեկ կետում Վճռաբեկ դատարանը իր համաձայնությունը հայտնելով վերաքննիչ դատարանի դատողություններին արձանագրել է, որ մասնավորապես վերաքննիչ դատարանի դատողությունները, որ մեղադրյալը տարածքը լքել է մինչև դրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 4-ի որոշումը հիմնավոր է։ Ավելին, տարածքը լքելու եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման միջև առկա է գրեթե 4 ամսվա ժամանակագրական տարբերություն, ինչի պայմաններում չի կարող ողջամիտ ենթադրություն առաջանալ առ այն, որ վերջինս Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է քննությունից խուսափելու նպատակով։ Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով պաշտպանի կողմից ներկայացված մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը, փաստում է, որ սույն դեպքում մեղադրյալի տարածքից դուրս տևական ժամանակ գտնվել է նաև ունեցել է օբյեկտիվ պատճառ եւ չի կրել կամայական վարույթ, ինչը նույնպես խոսում է մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննությունից խուսափելու դիտավորության բացակայության մասին։ Բացի այդ, մեղադրյալի ընդհանուր վարույթային վարքագծի գնահատման համատեքստում Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ վերջինս դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, տեղեկացնելով իր գտնվելու վայրի մասին, ինչը նույնպես փաստում է մեղադրյալի մոտ քննությունից խուսափելու դիտավորության բացակայության մասին։ Համադրելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի օբյեկտիվ պատճառներով տարածքից դուրս գտնվելը եւ դրսևորած վարույթային վարքագիծը մեղադրյալը չի խուսափում քրեական վարույթի քննությունից։ Սույն առարկությունների նախորդ կետում վկայակոչված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով սույն առարկությունների 13-րդ կետում մեր կողմից բարձրացված հարցադրումները հարկ է արձանագրել հետևյալը։ Սույն առարկության առաջին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստերի համադրումից հետևում է, որ Վիգեն Սարգսյանը մինչև իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման որոշման մասին տեղեկանալը, այն է մինչև 2024 թվականի մայիսի 14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսում ստանալու եւ աշխատելու նպատակով դեռևս 2019 թվականի մայիսի 27-ին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն, Վիգեն Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման միջև առկա է գրեթե 5 տարվա ժամանակագրական տարբերություն, ինչի պայմաններում չի կարող ողջամիտ ենթադրություն առաջանալ առ այն, որ վերջինս Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է քննությունից խուսափելու նպատակով։ Սույն առարկության 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերում նշված փաստերի համադրումից հետևում է, որ Վիգեն Սարգսյանի մասնակցությունը վարույթին անհնար է հարգելի պատճառով,
իսկ վերջինիս կողմից ՀՀ վերադառնալու ուղղված վարքագիծ չդրսևորելը վարույթ իրականացնող մարմնի կողմից չի կարող գնահատվել որպես Վիգեն Սարգսյանի կողմից քննությունից խուսափելու դիտավորության արտահայտություն, քանի որ առաջին Դեռևս առկա են այն օբյեկտիվ հանգամանքները, որոնց պատճառով նա գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս, մասնավորապես Վիգեն Սարգսյանը 2023 թվականի մարտի 13-ից մինչև օրս աշխատում է Բոստոնում գործող InfoPay Inc. ընկերությունում որպես բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն։ Երկրորդ Վիգեն Սարգսյանի նկատմամբ թիվ 90-15-0-19 քրեական վարույթով 2023 թվականի փետրվարի 10-ից որպես կապանման միջոց կիրառված է կալանքը, ընդ որում Ինտերպոլի փաստաթղթերի վերահսկման համաժողովն արձանագրել է, որ նշված քրեական վարույթով Վիգեն Սարգսյանի ներկայացված մեղադրանքում քաղաքական տարրերը գերակշռում են։ Այլ կերպ ասած, Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես կապանման միջոց է կիրառվել կալանքը մի մեղադրանքի շրջանակում, որը Ինտերպոլի կողմից բնորոշվել է որպես քաղաքական հետապնդում։ Վերը նշվածից բարձր է դառնում, որ Վիգեն Սարգսյանը սույն վարույթին ֆիզիկապես մասնակցելու, իր լսված լինելու եւ պաշտպանության իրավունք իրականացնելու համար Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում հայտնվելու է կալանքի տակ։ Այլ կերպ նշված իրավունքների կենսագործումը պայմանավորված է իր անձնական ազատության եւ անձեռնամխելիության իրավունքի զոհաբերման հետ, ինչը իրավաչափ համարվել չի կարող հաշվի առնելով եվրոպական դատարանի ստորև ներկայացվող կայուն իրավական դիրքորոշումը։ Ամեն դեպքում դատարանը վերահաստատում է, որ չի կարող խոսք դնել մեղադրյալի կողմից կալանքի հանձնվելու պարտավորության մասին, Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխանող պայմաններում վերաքննության իրավունքն ապահովելու համար, քանի որ դա կնշանակեր արդար դատաքննության իրավունքի իրականացումը պայմանավորել մեղադրյալի կողմից իր ֆիզիկական ազատությունը որպես երաշխիք տրամադրելու հետ։ Խաղողին ընդդեմ Ֆրանսիայի, Կրոնբախն ընդդեմ Ֆրանսիայի, Սարադերն ընդդեմ Խորվաթիայի գործերը, որոնք որոշումներված են։ Մասնավորապես նշված գործով ևս առանց մեղադրյալի մասնակցության հիմնականությունը կանում է սրանում իրականացվել էր վարույթ, վերջինս մեղավոր էր ճանաչվել եւ խափան միջոցներ կան, այսինքն ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ եւ եվրոպական դատարանը նշել է, որ վերաքննության կարգով եթե մեղադրյալը ներկանա, ինքը խուսափելիորեն անազատությունից զրկվելու է։ Հետևաբար իր արդար դատաքննության իրավունքը եւ վերաքննության ներկայանալու այդ իրավունքը չի կարող զոհաբերվել հանուն իր անձնական ազատության եւ անձնամխելիության իրավունքի։ Որպեսզի իրավիճակ առկա է նաև մեր դեպքում, ինչպես ես նախորդին նշեցի։ Սույն առարկության 7-րդ եւ 8-րդ կետերում նշված փաստերի համադրումից հետևում է, որ Վիգեն Սարգսյանի վարույթային վարքագիծը, մասնավորապես մինչև իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացումը, վարույթ իրականացնող մարմնի հետ իր նախաձեռնության կապ հաստատելը, իր բնակության վայրի հասցեն եւ կոնտակտային հեռախոսահամարը հայտնելը, ինչպես նաեւ նշված որոշման կայացումից հետո դատական վարույթին տեսակապի միջոցով մասնակցելու ցանկության մասին դատարանին բազմիցս հայտնելը եւ այդպիսի միջնորդություններ ներկայացնելը փաստում է Վիգեն Սարգսյանի մոտ քրեական վարույթին մասնակցելուց խուսափելու դիտավորության բացակայության մասին։ Ավելին, վկայում է Վիգեն Սարգսյանի սույն վարույթի նկատմամբ հետաքրքրության եւ լսված լինելու իրավունքը կեսագործելու մտադրության մասին։ Ամփոփելով ամբողջ վերոգրյալը, գնահատելով Վիգեն Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը, մինչև քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը, նրա օբյեկտիվ եւ հարգելի պատճառներով ՀՀ տարածքից դուրս գտնվելը եւ դրսեւորած վարույթային վարքագիծը գալիս են այն հիմնավոր եզրակացության, որ վերջինս չի խուսափում քրեական վարույթին մասնակցելուց, հետևաբար բացակայում է հեռակա վարույթ իրականացնելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի առաջին մասին նախատեսված հիմքը, ինչպես նաև առկա է հեռակա վարույթի իրականացումը բացառող քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով սահմանված հանգամանքը, ինչը նույն օրենսգրքի 487-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հիմք է Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մերժելու եւ նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշում կայացնելու համար։ Ելնելով վերոգրյալից հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ, 470-րդ եւ 489-րդ հոդվածները խնդրում ենք պատվարժան դատարան այստեղ տեխնիկական վերիպակրացում գործի համար տեխնիկական վերիպակրացում նախորդ գործի համար։ Սույն քրեական վարույթով մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել եւ նախնական դատալսումները շարունակել ընդհանուր կարգով։
Իսկ ներկայացնում ենք Վիգեն Սարգսյանի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Սլոունի կառավարման դպրոցում ուսման վերաբերյալ փաստաթղթեր, Վիգեն Սարգսյանի Բոստոնում գործող Accucom կորպորացիայում, այնուհետև Infopay Inc. ընկերությունում աշխատելու վերաբերյալ փաստաթղթեր, Ինտերպոլի փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովի որոշումը, անգլերեն, ինչպես նաև դրանց պատշաճ թարգմանված հայերեն տարբերակներ։ Մեկ օրինակներ տրամադրում եմ հանրային նվատրողին, ուղղակի այստեղ թարգմանությունները ևս կան, բայց ուղղակի կնիկը գրված չի, բայց նույն տեքստն ասած։ Բնօրինակ տեսքով Բնօրինակը դատարանը տրամադրված այո։ Շնորհակալություն։ Վերջացրեցիք քանի որ խնդրեմ նստեք դուք պաշտպան ավելացնելու Պաշտպանական դատարաններն ըստեյության միասնական դիրքորոշումներ։ միասնական դիրքորոշումներն են եղավ շնորհակալություն հանդիպի կողմեր հայ երկու պաշտպաններն ստորագրել են արձանագրում են որ դատարան ներկայացվեց առարկությունը պաշտպանների կողմից 8-ից 8 էջից բաղկացած բնօրինակ տեսքով 2010-25 թվական կազմված ինչպես նաև հաստատների պատճենների թարգմանություններն են չէ բնօրինակ վերաբերելի Վիգեն Սարգսյանին բավականին ծավալուն են եւ նաև հարգելի կողմեր ճիշտ ասած ժամը 11-ի մեկ այլ դատականիստով ծանրաբեռնված կողմերը եկել են սույն դատականիստը կողմերի ուշացման պատճառով ուշ սկսեցին այդ իսկ պատճառով շնորհված հարցի լուծումը հաջորդ դատականիստին շարունակելու նաև հնարավորություն ընձեռնելու հանրային մեղադրող եթե ինքը պետքա ծանոթանա չպետքա ծանոթանա կարող եմ հենց այս բանը հարկել եմ ամենը դիրքորոշում հայտնել առարկության հետ կապված եւ մյուս դիստինգը հայտնեք դատան այսպես թե այսպես ներկայացվեց արդեն որպեսզի պատվարժան դատարան հարգելի պաշտպանական կողմը վերված առարկությունների հետ կապված հանգամանալուց փաստարկներ նշեց հենց Վիգեն Սարգսյանի կողմից տեղեկացված լինելու այդ թվում ծանոթագիրը ստացված լինելու վարն իրականացնող մարմնին հասցե հայտնելու մասին եւ ճիշտ ասած հանգման այն թե դիտավորություն չունի քննությունից խուսափելու, այդ դա է մի փոքր անհասկանալի։ Ես գտնում եմ, որ եթե մարդը տեղյակ է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, ծանոթություն ստացվել է ամբողջ այդ գործընթացի մասին եւ պատճառաբանությունը այն, որ մեկ այլ քրեական գործով խափանման միջոց կա ընտրված խուսափում քննությունից, դա չի ազատում քննությունից խուսափելու, ինքնից խոսում է քննությունից խուսափելու դիտավորության մասին։ Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի դերված որոշման արտահայտված դիրքորոշումներին, դա վերաբերում է քրեական հետապնդումը հետապնդման ժամկետներին, չի կարող հենց ուղղակիորեն վերաբերել սույն դեպքում անձի կողմից քննությունից խուսափելու հանգամանքներին։ Գտնում եմ, որ միջնորդությունը հիմնավոր է եւ պետք է հեռակա վարույթով իրականացվի, հաշվի առնելով, որ 476-րդ հոդվածի հիմքերն ու պայմանները պահպանված են։ Այսքան։ Եղավ, շնորհակալություն։ Մեկ նախադասություն պատվարժան քան նշվեց, որ նախորդ կալանքի որոշման արձանագրվել է քննությունից խուսափելու հանգամանքը, իմ կողմից վճռված մեր կողմից առարկության մեջ վճռաբեկ դատարանը նաև այդ հարցին անդրադարձել, որ հենց նույն դատախազությունը փաստարկ էր ներկայացնում, որ այդ տեսակ կալանքը որպես խափան միջոցակիրապել, որով որ հաստատվել է, որ ինքը խուսափում է քննությունից, վճռաբեկ դատարանն ասել է, որ կալանքի ժամանակ դրա գնահատումը եւ տվյալ դեպքում հանրային քրեական հետապնդումը կասեցնելու հարցի ժամանակ քննությունից խուսափելու գնահատումը լրիվ տարբեր հիմնավորվածության շեմ են պահանջում։ Այսինքն եթե հանդեպ կալանքով հաստատվել է կալանքի որոշման, որ խուսափում է քննությունից, դա դեռևս բավարար չէ արձանագրելու, որ ինքը խուսափում է բուն բանքի մասնակցելու իրավունք իրականացնելուց։ Եղավ, շնորհակալություն հարգելի կողմեր դատարան ինչպես նշվեց այլ դատականիստով արդեն իսկ ժամ ուշացումով պետք է սկսենք 11-ի դատականիստուն կողմերը ներկայացնել եւ բավականին ծավալուն առարկություններ ներկայացվեց, փաստաթղթեր ներկայացվեց դատարանի ուսումնասիրի հաջորդ դատարանությունների ժամանակ իր որոշումը կկայացնի դատական դատալությունները հետաձգվում են կողմերի հետ որոնք պայմանավորված նախորդ որոշված չունեն, չէ՞։ Այսինքն մի օրենք որոշվել առաջին նիստն է, բայց հարգելի կողմեր նոյեմբերի դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին։ Ես հարում եմ։ Հարգելի հանրային մեղադրող, դեկտեմբերի 4, այո։
Այո, հարմարաժամկամիս 10:03 առավոտյան։ Հարմար է, դատավարությունները հետաձգվում են նախնական դատաստաններում, կցանայել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 10:00 կողմերը համարում են պատճառի ծանոթացված, իսկ կայանալու հակագործություն դատարանի Երևան քաղաքի նստավայրում սույր դատաստանում համարում են Խորհրդի դատարանները